Զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում նախորդ տարի 27 զինծառայող է մահացել։ 2023-ին արձանագրվել է մահվան 54 դեպք։ Գլխավոր դատախազն է ներկայացրել վիճակագրությունը։ Ողբերգական ավարտով դեպքերից զատ նախորդ տարի զինված ուժերում եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2903 այլ դեպք։ 2023-ի համեմատ 11% ավելի քիչ։ Հանձնաժողովականներից բոլորը հարց ունեն Աննա Վարդապետյանին։ Ամենաշատը Արծվիկ Մինասյանը 14 հարց։ Ինչպես։ Արդեն 10-րդ հարցն է։ Մինչև այդ պատիվ ունեմ խմբակցության падգամավորն է հետաքրքրվում քաղաքացուն խոշտանգելու ոստիկանության հայտնի դեպքի մասին։ Սամվել Վարդանյանը մեղադրվում է այն ժամանակ իշխանական падգամավոր, հետո ՔՊ-ից հեռացած Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու եւ համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու համար։ Ակնհայտորեն ծնկաչով վիճակում նսեմացրել են իրեն, տաբատը իջեցրել են, թքել են վրան, ծեծել են, խոշտանգել են, այսինքն դրա ինչը պիտի էլ փորձակնվի, դրա մասով ինչ անհասկանալի բան կա, որ մինչև հիմա մի տարի շարունակ Երևանում գործող բանդիտները չեն բացահայտվում։ Տիկին Թովմասյանը ցույց տվեց խոտի ենթադրաբար գույնով ներկված տապատ, որը այստեղ հետքաբանական փորձակնության առարկա է, այսինքն մեզ այս 3 ուղղություններով մինչև պատասխան չստանանք, Տիկին Թովմասյանը մենք լուսանկարը չեն կարող հիմք ընդունել եւ պնդել, որ հետքը առաջացել է հենց այն մեխանիզմով, որով որ անձն է պատմում։ Քրեական արդարադատությունում միանշանակ հեշտ չի այդ հարցը։ Արծվիկ Մինասյանին հետաքրքրում է 136-րդ հոդվածը, քանի որ իրենք շրջանառության մեջ են դրել հայոց ցեղասպանության ուրացման դեմ քրեական պատասխանատվությունը խստացնող առաջարկ։ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով քրեական վարույթներ նախաձեռնված կան, թե չկան։ Ցեղասպանության եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հրապարակային հերկման հոդվածն է սա։ Վիճակագրություն չեմ հիշում, անգիր չեմ կարող ասել։ Ես խնդրեմ, որպեսզի եթե հնարավոր է նաև մինչև դիագումարնիստը տակ տեղեկատվություն կա արդյոք հարուցված վարույթներ, թե ոչ։ Գլխավոր դատախազը խորհրդարանում միայն падգամավորների հարցերին է պատասխանում։ Լրագրողների հարցադրումները շրջանցում է։ Վարդապետյանին ուղղված հարցադրումներից մեկը վերաբերում է խորհրդարանում հնչող հայոյանքին ու օրեր առաջ տեղի ունեցած քաշքշոցին։ Կրկին շարունակվում են հայոյանքները, քաշքշուկները, ինչու է գլխավոր դատախազությունը ամբողջություն ցուցաբերում, որ падգամավորները շարունակում են հասարակությանը անհամարելով կրկին Բայց նորմալ է, որ Ժորժա չէր թողում նույնիսկ ես աշխատասենյակ մտնեմ։ Սա նորմալ է, որ ինձ եք բաց է ճանապարհը կարող եք մտնել։ Լրագրողների հարցերին Թագուհի Թովմասյանն է պատասխանում, ասում է 2026-ը Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին տարին է լինելու։ Ինչ վերաբերում է իմպիչմենթի գործընթացին, պատիվ ունեմը համարում է, որ դա լավագույն լուծումն է Փաշինյանից ազատվելու համար։ Այս պահի դրությամբ մենք չունենք վարչապետի թեկնածու միասնական, որը որ կարող է կոնսոլիդացիա ապահովել նաև խորհրդարանում, որովհետև իմպիչմենթի գործընթաց սկսելը մի բան է, ավարտելը մի բան է։ Իսկ ընդդիմադիր падգամավորը խորհրդարան նախագիծ է բերել Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին։ Իշխող ուժը նման անհրաժեշտություն չի տեսնում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իր խմբակցության որոշման արդյունքում ազդարարեց, որ ինքը հովանավորում է լրագրողների հետ լկտի վարքագիծը եւ ինքը հովանավորում է, որ այսուհետ Անդրանիկ Քոչարյանը կարող է շատ ավելի վատ դրսևորել իրեն, քան դրսևորեց ձեզ հետ։ Քաղաքացիական պայմանագիրն առաջարկում է էթիկայի հանձնաժողով ստեղծել հետագայում։ Քանի որ առ այսօր չի ստեղծվել դա, այս անգամ էլ կարծում եմ, որ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր, որ կրկնելով, որ անթույլատրելի վարքագիծ է թույլ տվել իմ խորին համոզմամբ։ Իզաբելլա Հովանեսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։